Հայկական ատոմակայանի էլեկտրաէներգիան երկարաժամկետ հեռանկարում կարող է թանկանալ։ Այս մասին հայտնում է Հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովը։ Հայկական ատոմաէլեկտրակայանից եւ Սևան հրազդան հեկերի կասկադի էլեկտրաէներգիան համեմատաբար էժան է։ Եվ եթե այն ամբողջությամբ դուրս բերվի շուկա, ապա խոշոր ընկերությունները անմիջապես կգնեն այն, ըստ այդմ քաղաքացիները կստանան ավելի թանկ էլեկտրաէներգիա։ Այդ պատճառով տվյալ կայանները ազատ վաճառքի են հանում արտադրվող էներգիայի 10%-ից քիչ ծավալը։ Նրա խոսքով ատոմակայանն այժմ արտադրում է հանրապետության ամենաէժան էլեկտրաէներգիան, սակայն ապագայում նոր էներգաբլոկի կառուցման հսկայական ծախսերը անխուսափելիորեն կբարձրացնեն արտադրանքի գինը։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, թե ձերբակալել է «Ալրոսա» ընկերությունից ադամանդներ գողացած եւ դրանք ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը մատակարարած բանդային։ Խոզարկությունների ժամանակ ըստ ռուսական կողմի առգրավել է մոտ 200,000 կարարտ տեխնիկական ալմաստային հումք, փող եւ ոսկերչական զարդեր։ Հանցագործությանը ըստ ռուս իրավապահների մասնակցել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, բազիկյան եղբայրները, որոնք գտնվում են միջազգային հետախուզման մեջ։ Սուքիասյանի խոսնակը սակայն հերքել է պատգամավորի կապը «Ալրոսայից» գողացած ադամանդների հետ, նշելով, թե գործարարի ընտանիքը ոչ մի առնչություն չունի ադամանդի գործարանի հետ։ Ծիրանով բեռնված որոշ բեռնատարներ վերին Լարսի անցակետից հետ են ուղարկվել փաստաթղթային խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից։ Ավելի վաղ զանգվածային լրատվության միջոցները գրել էին, որ ծիրան տեղափոխողները դժվարությունների են բախվել վերին Լարսի անցակետում։ Նախարարությունից առավոտյան հայտնեցին, որ հունիսի 1-ից 20-ը ժամանակահատվածում Հայաստանից ծիրանով բեռնված գրեթե բոլոր բեռնատարները հատել են Ռուսաստանի մաքսային սահմանը։ 2025 թվականի մայիսի 31-ի դրությամբ ներքին գործերի ոստիկանության 8 ծառայող է ազատվել աշխատանքից թմրանյութեր օգտագործելու համար։ Եվս 2-ը ծառայողական քննության ընթացքում փորձաքննությունից հրաժարվելու համար։ Ըստ վիճակագրության 2020-ից 2025 թվականներին ոստիկանների ամենաշատ ազատումը եղել է 2024-ին 18 աշխատակից, որոնցից 15-ը թմրամիջոց օգտագործելու, 2-ը ծառայողական քննության ընթացքում փորձաքննությունից հրաժարվելու համար։ Մեկ ոստիկան էլ ազատվել է ծառայությունից մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո։ Ըստ ոստիկանության տրամադրած տվյալների, թմրանյութերի օգտագործումը ամենաշատը տարածված է ոստիկանության ծառայողների կրտսեր խմբում։ Երևանի Սարգսակի փողոցում կայանված ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով վնասվել է թե մեքենան, թե մոտակայքում գտնվող դեղատունը, հայտնում են ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։ Ժամը 07:19-ին փրկարար ծառայությունը հազանգ է ստացվել, որ Երևանի Սարգսակի փողոցում կայանված Hyundai Մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն հրդեհի բռնկմամբ։ Նախնական տվյալներով մեքենան գազով է շահագործվել, վնասվել են ավտոմեքենան եւ մոտակայքում գտնվող դեղատան երկաթյա ծածկը։ Վարորդը տեղում առաջին օգնություն է ստացել։ Հասմիկ Անտոնյան, ժամը լրատվական։